Վրացական երազանքի հիմնադիր և պատվավոր նախագահը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տարած հաղթանակին անդրադարձել է ծավալուն նամակով։ Բիձինա Իվանիշվիլին խոսում է օրվա նշանակության մասին ու գրում, որ հոկտեմբերի 4-ը ևս մեկ փորձություն կլինի երկրի համար։ Հետևաբար նա կոչ է անում բնակչությանը գնալ ընտրատեղամասեր և ընտրություն կատարել հանուն խաղաղության։ Հայտարարության մեջ կարդում ենք. Այս օրը չի պատկանում կոնկրետ մարդկանց կամ որևէ քաղաքական կուսակցությանը։ Հոկտեմբերի 1-ի գլխավոր ստեղծողը վրաց ժողովուրդն է, որը հավատարիմ է մեր նախնիների ուսմունքներին, ավանդույթներին, քրիստոնեական արժեքներին ու երբեք չի թաքցրել իրեն ներքին կամ արտաքին թշնամիներից։ 13 տարին իսկապես երկար ժամանակ է, սակայն 2012 թվականի հոկտեմբերի 1-ի իդեալները ոչ մի տեղ չեն անհետացել, եւ հենց այդ արժեքներն են մեր թիմի գործողությունների գլխավոր հիմքը, գրել է Բիձինա Իվանիշվիլին։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 3 օր, ինչպիսին են քաղաքական կուսակցությունների սպասելիքներն ու ծրագրերը։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, բացահայտվել են հոկտեմբերի 4-ի առաջին հրահանգները, խմբերով տեղաշարժվել մայրաքաղաքում եւ ականջի խցաններ ու վազելին օգտագործել տեսախցիկների աշխատանքը խափանելու համար։ Ընդդիմության երկրորդ մասն էլ մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին դատապարտելով արմատական պլանները։ Գիրչին էլ կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Գնահատականներ են արվում նաև իշխող թիմում։ Վրացական երազանքը զգուշացնում է իր ընդդիմախոսներին, որ օրենքի ցանկացած խախտմանը կհաջորդի պետության կողմից համապատասխան արձագանքը։ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Դանիա։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին։ Վրաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի պանելային քննարկմանը, որի գլխավոր հարցը տնտեսական ուղղությունն է լինելու։ Սակայն ըստ Իրակլի Կոբախիձե ինքը քննարկվող հարցից բացի կկենտրոնանա երկրի ազգային շահերի վրա։ Ամերիկյան Responsible Statecraft հրատարակությունը հրապարակել է Վրաստանի նախագահի հետ Նյու Յորքում ձայնագրված հարցազրույցը։ Միխայիլ Ղավելաշվիլին կենտրոնանում է մի քանի հարցերի վրա, այդ թվում Մեգուբարի ակտի օրենքի, Եվրախորհրդարանի բանաձևերի եւ Արևմտյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների վրա, որոնք նախագահի կարծիքով լի են կեղծ մեղադրանքներով։ Հոդվածում նաև նշվում է, որ ընտրություններին հաջորդել են ընդդիմության լայնածավալ ու երբեմն բռնի բողոքի ցույցերը, որոնց դեմ հանդես է եկել ոստիկանական բռնությունը։ Հոդվածի հեղինակը նաև մեջբերում է Միխայիլ Ղավելաշվիլիին։ Պարոն Ղավելաշվիլին այս դեպքում նույնպես անզիջում էր։ Մենք եզակի ժողովուրդ ենք եւ դարեր շարունակ ստիպված ենք եղել պայքարել մեր լեզուն, մշակույթը, արժեքներն ու ինքնությունը պաշտպանելու համար։ Մեր գլխավոր նպատակն այս մշակույթը ամրապնդելը եւ պահպանելն է։ Մենք բաց ենք Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համար, սակայն մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ Դրա փոխարեն մենք նրանցից տեսնում ենք միայն կրկնակի չափանիշներ, երեսպաշտություն ու թշնամանք։ Մենք նպատակ ունենք անդամակցել Եվրամիությանը Վրաստանը հզորեցնելու, այլ ոչ թե թուլացնելու համար, կարդում ենք հոդվածում։ 2026 թվականին Վրաստանում կենսաթոշակները կավելանան 20 լարիով։ Հաջորդ տարվա պետական բյուջեն այսօր կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին։ Առողջապահության եւ սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումն ավելացվել է ավելի քան 800 միլիոն լարիով։ Նախագծի համաձայն մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով ու կկազմի 370 լարի, իսկ լեռնային բնակավայրերում 444 լարի։ Ինչ վերաբերում է 70 տարեկան եւ բարձր թոշակառուներին, ապա նախատեսվում է նրանց կենսաթոշակն ավելացնել 45 լարիով ու հասնել 495 լարի։ Լեռնային բնակավայրերում նույն կատեգորիայի թոշակառուների կենսաթոշակը կկազմի 594 լարի։ Սրա հետ մեկտեղ ըստ նախագծի նախատեսվում է մինչև 18 տարեկան սահմանափակ կարողություններ ունեցող անձանց սոցիալական նպաստների կտրուկ աճ 45 լարիով, իսկ մյուս կատեգորիաների սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար 20 լարիով։ Ի գիտություն, Վրաստանի հաջորդ տարվա բյուջեն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից մինչև տարեվերջ։ Վրաստանի ազգային բանկի նախագահը հանդիպել է SWIFT-ի տարածաշրջանային տնօրենի եւ այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Նաթիա Թուրնավան ու ազգային բանկի ներկայացուցիչները քննարկել են SWIFT-ի հետ համագործակցության գլխավոր թեմաները։ Ազգային բանկի փոխանցմամբ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վճարային համակարգերի կատարելագործման կարեւորությանը եւ սերտ համագործակցության հարցերին։
2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։